Ես իհարկե կանդրադառնամ պայմանագրի առանձին կետերին, որոնք շատ մտահոգիչ են իմ կարծիքով, բայց ես քանի որ սկսեցինք պատմությանը, ասեմ, այո, պարոն Շարմազանով, ես համաձայն եմ ձեր հետ ստրատեգիական դաշնակցի մասով, բայց եթե Թուրքիան մեր ստրատեգիական թշնամին է, եւ այդտեղ ամեն ինչ պարզ է, եւ Թուրքիան էլ մեզ համարում է ստրատեգիական թշնամի, մենք ռուսներին համարում ենք ստրատեգիական դաշնակից, իսկ ռուսները չգիտեմ։ Սա պետք է ընդունել։ Նրանց առածները հակասական են մեր նկատմամբ։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ 15 թվականի ջարդեր եղել են ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլ նաև Արևելյան Հայաստանում։ Ղարսը, Արդահանը, Բայազետը, դրանք Արևելյան Հայաստանն են։ Թույլ տվեք հիշեցնել ձեզ 4 անգամ Ղարսը գրավելու հետ է տրվել։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ Վանի ապստամբությունը հաղթեց, բայց երբ որ մտավ ռուսական բանակը, հետո հետ քաշվեց, Վան չկար։ Կամ էլ եթե ուզում եք առաջ գնալ 1878 թիվ, կարդացեք Սավա Պիկոլի Բայազետ վեպը։ Այս բոլորը մենք պիտի ասենք, այս ջահելները պիտի իմանան բոլորը։ Ես այստեղ չեմ եկել որպես հակառուս հանդես գալու, բայց ես տեսնում եմ, փաստորեն բացի մի ֆրակցիայից, որ ըստ էության 1000 ներողություն գոյություն չունի, մենք անդադ գովում ենք այս բանը։ Մենք 17 թվին գնում ենք ընտրության քաղաքական հայացքներով, թե ով է Ռուսաստանի մոտ, ով մոտ չի։ Ես Հայաստանին եմ մոտ։ Ես ընդհանրապես տկածուն եմ, ով ինչ է մտածում։ Ձեզանից պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում ու չունեմ, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել գծնելու։ Այս պայմանագրի կետերին կանդրադառնամ։ Պարոն Բագրատյան, մեկ վարքյան, չէ, լա մի րոպե։ Ես այս ժամանակ կտամ, խնդրում եմ ձեզ, ես շատ եմ հարգում։ Հա։ Եթե ինչ-որ քծնող կա, խնդրում եմ անուններ տվեք։ Չէ, տամ։ Խնդրում եմ տվեք։ Ուրեմն մենք մի րոպե, մենք էլ պաշտպանում ենք Հայաստանի շահերը, ու այս մի րոպե, ու այս պայմանագրի վավերացմանը կողմնակից ենք բացառապես, քանի որ դա բխում է մեր շահերից։ Եթե քծնողներ ենք ման գալիս, ես այս ընդմիջմանը զրուցենք քծնողների մասին։ Մի րոպե։ Եվ խնդրում եմ անուններ տվեք։ Պարոն Շարմազանով, ես չասեցի քծնողներ կան, ասի ես քծնելու համար չեմ այստեղ։ Ես կոնկրետ ձեզ չեմ վիրավորել։ Ձեզ նկատի չեմ ունեցել։ Ես շատ հանգիստ ելույթ եմ ունենում։ Ելույթ եմ ունենում սերունդների համար։ Հասկանում եք։ Հիմա, սիրելի բարեկամներ, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ստեղծվել է 1993-ի մարտ-ապրիլին։ 92-ին աշխատանքներ եղել են։ Մինչև 93-ի մարտը թշնամին մեզ խփում էր ոնց ուզում էր։ Մենք ունենք իգլա, ասա, բայց սալդատը հրաման չէր ունենում։ Ինչ բարձրությամբ է գալ ինքնաթիռ, երբ որ ինքնաթիռը գալիս է շատ բարձր կամ շատ ցածր, մենք չենք կարողանում խփել։ Վկան այն է, որ 4 անգամ ռմբակոծվել է Ղափան քաղաքը։ Ցածով գալիս էին Կիրճով մտնում էին Ղափան։ Երբ որ 93-ին փետրվարին ձեր խոնարհատառան վարչապետ, ես տեսա խնդիրները։ Առաջին գործարկել ատոմական։ Երկրորդ, իսկ ինչա պետք անել, որ ունենանք հակաօդային պաշտպանություն։ Մենք չէինք կարող հաղթել։ Վերջին հաշվով 92-ի ռազմական կամպանիան ավարտվել է մեր պարտությամբ, Չնաշուշի գրավմանը։ Պարտության հիմնական պատճառը հակաօդային պաշտպանություն չունենալ, թշնամին ուներ ավիացիա, մենք չունեինք։ Եվ ահա մարդիկ, որոնք կարծում են, թե միլիարդների պետք դա ստեղծելու, հանկարծ մենք ստեղծում ենք երկու գծով։ Մեկը բարձվում է, որ Հրազդան Մաշը, որը հիմա մեզանից հետո, մեր իշխանից հետո փոշիացվել է։ Ի վիճակի է դա արտադրել, նախ խորհրդային միությունում էլ առանձին դետալներ արտադրում։ Ուրեմն մենք դա անում ենք, շնորհիվ Արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանի եւ ինչու՞ չէ, ես չեմ տակցրի, Թելման Տեր-Պետրոսյանի, անպայման պետք է նշել։ Եվ երկրորդը, ստեղծեցիր հակաօդային պաշտպանությունը, երկրում հոսանք չկա, ատոմակայանը նոր ենք որոշել բացել։ Ոնց սնուցես, ամեն մեկին միա սնուցում տվինք։ 18 օրում կառուցվել է Սարսանք Ստեփանակերտ բարձրավոտ գիծը, գործարկվել է Սարսանկի 25 մեգավատանոց հետը եւ ապահովել է Ղարաբաղի 24 ժամվա հոսանքը։ Այդ պաշտպանությունը ստեղծել, երբ որ ինքնաթիռ էր գալիս, մենք չէինք ասում զինվորին, տես իգլայով խփի, կկպնես թե չես կպնի։ Մենք ասում ենք թռչում է օբյեկտը այս բարդությամբ, այս կոորդինատներով, ու նա 100% խփում էր։ Սա է հաղթել պատերազմը։ Ես մեղք չունեմ, որ սա պատմության գրքերում չի արտացոլվում։ Արտացոլվում է այնպես, ինչպես ուզում եք։ Պատերազմը հաղթել է նաև զինվորը, հաղթել է Ֆիդային, հաղթել է նախագահան, ժողովուրդը նախև առաջ։ Բայց էվոլյուցիան փաստերը ես ուզում եմ, որ դուք իմանաք ոնց եղավ։ Պատահական չեղավ, որ 93-ի կամպանիան մենք կրեցինք 100%։ 1993 թվականի ապրիլի 20-ից հետո թշնամին ինքնաթիռ օդ չի բարձրացրել։ Եվ այս տարվա ապրիլի պատերազմում նույնպես ինքնաթիռ օդ չի բարձրացել, հասկանում եք, որովհետև 100%-ով կխփվի։ Հիմա դա Հայաստանն արել է իր ուժերով։ Երբ որ 95 թվականին ես ստորագրել եմ հակաօդային համագործակցության պայմանագիր Ռուսաստանի հետ, այո, ես Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական համագործակցությանը դեմ չեմ, բայց դա պետք է լինի արժանապատիվ։
Երբ որ մենք դա ստորագրել ենք ընդհանուր կանոնները։ Ռուսները նույնիսկ զարմացած են, ինչպես եղավ, որ հայերը ինքնուրույն ստեղծեցին։ Մեզ ասում են, որ դա միլիարդներ արժի։ Սա ասում եմ ես, պարոն պաշտպանության փոխնախարար, երբ որ դուք ասում եք մեր հնարավորությունների հարցը, երբ որ մենք դարձանք կառավարությունը ղեկավարում, ինձ նույնպես ասում էին, մեր հնարավորությունները ո՞նց է, որ մենք ով ենք, որ հակաօթային պաշտպանություն ունենանք, այդ դրա համար դուք կառավարություն եք, որ դուք մեծացնեք մեր հնարավորությունները։ Դուք իրավունք չունեք ասեք, իմ հնարավորությունները փոքր ու հավասար են գործող օբյեկտիվ պայմաններին։ Ուրեմն բարձրացրեք օբյեկտիվ պայմանները։ Հաջորդը, այո, ռուսների հետ հարաբերությունը հակասական է։ Մի անգամ չի եղել, բազմաթիվ դեպքեր կան, որ ռուսները մեզ օգնել են, փրկել են, բայց բազմաթիվ դեպքեր կա, որ մենք ընդհանրապես քաշվել ենք։ Զորօրինակ 100 տարի առաջ ինչ որ եղավ մեր ազգի հետ։ Եվ սրա հետ պետք է զգույշ լինել։ Եվ երբ որ մենք ասում ենք Ռուսաստանը մեր ռազմաստրատեգիական գործընկերն է, այո, մենք այդպես ենք համարում, բայց պարզվում է, որ միշտ չի, որ Ռուսաստանն է այդպես համարում։ Հիմա կոնկրետ այս պայմանագրի մասով մենք ինչ ենք ասում։ Իմ կարծիքով մոտ 70%-ով պայմանագիրը համագործակցության մասին է եւ հնարավոր է մեծացնում է մեր հնարավորությունները։ Բայց հնարավոր է որ պայմանագիրը գործնական կիրարկման ընթացքում շուռ գա, որովհետեւ այսօր հնարավոր է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։ Ռուսաստանը հստակ ուզում է ստեղծել Եվրասիական միություն, արդեն մի անգամ կոնցեպտուալ ելույթ ունեցած դրա մասին, ասում եմ ամբողջ միությունը որ ձևավորվի, մնում է դրան միանա Ադրբեջանն ու Իրանը, կամ էլ դու հիմա Թուրքիայի հետ են լավ ասում։ Եթե Թուրքիան կամ Իրանն են միանում, ապա արևելքից արևմուտք գոյանում է մի տարածք, որի միջով ապրանքներ անցնելուց պետք է փող մուծվել։ Ուրիշ ճարճ չունի այդ Եվրասիական միությունը, տնտեսական ռեսուրս չունի գոյատևի։ Նավթը վերջանում է, Ռուսաստանը չի պատրաստվում փող տալ, իսկ առևտուրը այդ երկրների համար համագործակցության լավագույն ձևը չի, վկանենա, որ 2 տարի է իր հետևից առևտուրն իջնում է։ Դու այս տարի էլ 20% անկում կա։ Խայտարակ անկում անցյալ տարվա այդ մասին կիսվել է առևտուրը, որովհետև իրանք առևտրական գործընկերներ չեն։ Սա լուրջ մասնագիտական հետազոտությունների արդյունք է։ Գրուբելոիդի, Ֆինգերկրեյնինի բոլոր մեծամեծերի բանաձև հաշվով, այդ թվում ռուսների հետ միասին։ Բարձր միասին, որ այդ համագործակցությունը եթե բարձրանա մեկը փող մի դնի արտադրություն է ստեղծվում, դա ոչ ոք չի անես։ Մոռացեք դա։ Կոնկրետ համաձայնագրի դրա հետ կապված։ Այո, կարող է գալ, որ Ռուսաստանն ասի Հայաստան, գիտես ինչ կա, ես միշտ կայսերական շրջապատ եմ ստեղծել իմ հարևանների հետ։ Ես փորձ չունեմ հարևաններ շփվելու։ Ոնց որ 1915-14-ին ինքն ինչ էր ասում, ասում են ինձ տվեք Բալկանյան ճակատը, Դաստայևսկու տեսությունն է, Բալկանյան ճակատում զիջումներ տվեք, ես հետ կտամ Քարսը։ Հիմա մեզ ասվում է տվեք 5 շրջան, Ադրբեջանը գուցե միանա։ Գուցե մեր բախտը Սանկտ Պետերբուրգում բելենանը, որ Իլհամ Ալիևն ասել չեմ միանում ԵՏՄ-ին։ Իսկ եթե ասի միանում է, իսկ հիմա համաձայնագրի հետ, փառք Աստծո 2 րոպե կա։ Համաձայնագրի հետ կա, 2 րոպե կա, ես ուզում եմ ասել։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ եւ պաշտպանության փոխնախարարի եւ մեր արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի ուշադրություն հրավիրել հետեւյալ փաստերի վրա։ Տեսեք, ստեղծում ենք նախ միավորված միասնական սուտ բլեֆա, երեք նայել եմ Դալի Բալարն էլ Աչարյանն էլ։ Այդ բառերի մեջ անհասկանալ է ձեր ասածը թե միասնականը ավելի վատ բան է, միավորված այդպես բան չկա։ Չկա, բառաներում չկա։ Երկրորդ, մենք այս համաձայնագրում օրինակ ասում ենք միավորվում ենք եւ ասում ենք մեր կարծիքով Ղարաբաղի հարցը լուծված է։ Ես օրինակ հարց ունեմ, սովորական մարդ եմ, ասում եմ եղբայր, գրած է, օրինակ նախադասություն է գրած, կանոնական ռադիոլոկացիան հսկողության իրականացման կողմերի օդային տարածքների օգտագործման կանոններում նախատեսված դեպքերում օդանավերի եւ այլ օբյեկտների շարժման մասին տվյալների փոխանցում։ Եթե գրաված լիներ կողմերի օդային տարածքների օգտագործման կանոններում նախատեսված դեպքերում ռադիոլոկացիան հսկողություն, արագացա։ Եթե գրված լիներ հայերեն, պարոն Բաղդասարյան, կասենք նորմալ է, բայց այս ռադիոլոկացիոն հսկողությունը իրականացումը ես ինձ իրավունք եմ վերաբերում պնդելու, որ չի վերաբերում կողմերի օդային տարածքների սուվերենիտետին։ Սա մեկ։ Այս տեքստը այսպես է թարգմանած։ Երկրորդ, ասում ենք, ստեղծում ենք միասնական համակարգ։ Այս մեկը համակարգում է, այս մեկը ղեկավարում է, այս մեկը կառավարում է, չեղավ։ Ինչ տարբերություն ղեկավարման ու կառավարման մեջ։ Ես նկատի ունեմ 6-րդ հոդվածը։ 6-րդ հոդվածը։ Հաջորդը, այսպեսի մի կետերը ես ձեզ ասեցի, օրինակ կազմակերպում, կառավարում եւ կազմակերպում իրականացում։ Դա պարզապես գրագետ չի։ Կազմակերպում, կառավարում, իրականացումն ու կազմակերպումը կառավարության բաղկացուցիչ տարր են։ Եթե գրում ենք երևույթի կառավարում, կարիք չկա գրել կազմակերպում։ Եթե կառավարումը չեն գրում, կան գրեն կառավարումը տարրեր, որոնք այն կազմակերպում, պլանավորումը, պրոգնոզավորումը եւ այլն։ Հասկանում եք։ Ես պնդում եմ, որ նաեւ վերջում 14 վայրկյան կա սահմանության 205 հոդվածը,
Եկավ նոր սահմանության եկավ 5 հոդվածը վերպետական կառույցների միացնելուց սուվերենության խնդրի քննարկումն է 205 հոդված։ Վերջնարդու դրեք ռեֆերենդումի նման բանը։ Շնորհակալություն։